Պողոսի մարզելու ծրագիրը։ Գործք Առաքելոց 18-րդ գլխին մեջ Պողոսը կտեսնենք Կորինթոս հասած։ Կարևոր դիրքի վրա շինված քաղաքը, որ կիշխեր Էգեական և Ադրիական ծովերու միջև երկարող առևտուրի ճամփաներուն։ Հռոմեացիները, հույները և միջին արևելքացիները հոն իրարու կհանդիպեին իրենց առևտուրը ընելու։ Պողոս առաքյալ գիտեր, որ այդ քաղաքին մեջ ավետարանի վկայություն հաստատել, պատգամը պիտի տարածեր հեռուները։ Կորինթոս հասնելեն վերջ, Պողոս գործի անցավ անմիջապես։ Եվ հրեամը գտավ Ակյուղաս անունով, ծնունդով Պոնտացի, որ իր Պրիսկիղա կնոջ հետ նոր եկել էր Իտալիայի, Կղոդիոս կայսր հանած հրամանին համար, որ բոլոր հրեաները Հռոմէ հեռանան, ու անոնց քով գնաց, և որովհետև արհեստակից էր, անոնց քով կեցավ, և կբաներ, վասնզի արհեստով վրանագործ էին։ Գործք Առաքելոց 18:2-3։ Ան գտավ խոստումնալից զույգը և սկսավ իր էությունեն տալ անոնց։ Ան շատ կփափագեր անոնց հետ բաժնեկցիլ Քրիստոսին հետևելու վրայով իր սորված դասերը։ Պողոս գիտեր իր գործը։ Ան պիտի քարոզեր ավետարանը ամեն արարածի։ Բայց ան գիտեր նաև իր սահմանափակումները։ Ինքը միայն մեկ մարդ էր։ Եթե ան կարենար ուրիշներ մարզել իրեն գործակիցներ ըլլալու, կրնար կրկնապատկել իր արդյունաբերությունը։ Երբեք խորած ես, թե Պողոս ինչ կներ այս զույգը մարզելու պահերուն։ Հետաքրքրաշարժ պիտի չըլլար մեկ անկյունը նստած մտիկ ընել անոնց։ Բարեբախտաբար ունենք Պողոսի մարզելու ծրագրին արձանագրությունը։ Իր սորվեցուցածներուն մասին ունենք Պողոսի անձամբ գրած ամփոփումը, որ Տիմոթեոսին ղրկեց որպես հուշագիր։ Պողոս գրեց. «Իսկ դուն տեղյակ եղար իմ վարդապետությանս, վարմունքիս, դիտավորությանս, հավատքիս, երկայնամտությանս, սիրուս, համբերությանս, հալածանքներուս, չարչարանքներուս, ինչպես ինձի եղան Անտիոքի և Իկոնիոնի և Լիստրայի մեջ, ինչպես հալածանքներու համբերեցի, ու ամենեն զիս ազատեց Տերը»։ Երկրորդ Տիմոթեոս 3:10-11։ Պողոս կհիշե 9 բաներ։ Առաջին՝ վարդապետություն։ Անոնք սորվեցան իր վարդապետությունը։ Երբ իր նամակներուն էջերը կդարձնես, անմիջապես կզգաս, թե որքան բեռնավորված էր անոր սիրտը բազմաթիվ տարբեր նյութերով։ Աստծոյ խոսքը, աղոթքը, սուրբ կենցաղ, տնտեսություն, Քրիստոսի անձը, Սուրբ Հոգին, ժամանակներու վախճանը, աշակերտություն, եկեղեցիներու մեջ առաջնորդելու հարցը, հավատք, ավետարանը, արդարացում և շատ ուրիշ առնչակից նյութեր։ Երկրորդ՝ վարմունք, ապրելակերպ։ Վարմունքդ ուրիշին սորվեցնելու լավագույն ձևը ի՞նչ է։ Թող տալ, որ ան տեսնե քու ինչպես ապրիլդ, խորիլդ և գործիլդ։ Ասիկա անելու լավագույն ձևն է անոր արտոնել, որ ապրի քեզ հետ, ճամփորդե քեզ հետ և ծառայե քեզ հետ։ Այս ձևով Պողոս մարզեց Տիմոթեոսը, Պրիսկիղան, Ակյուղասը և դեռ շատ ուրիշներ։ Այդ ձևը նաև Հիսուսի ձևն էր։ Պողոս գիտեր, որ ինքը չէր կրնա ավելի լավ ձև հնարել։ Երրորդ՝ դիտավորություն, նպատակ։ Իր կյանքին մեջ Պողոս ուներ երկու աստվածատուր կետ նպատակներ, և ան բուռն կերպով կփափագեր բաժնել զանոնք։ Առաջինը՝ համաշխարհային ավետարանչություն։
ան կապրեր տարածելու ավետարանը։ Որևէ բան չէր կրնա շեղեցնել զինք այդ կարևոր գործեն։ Ան վկայեց ժողովուրդներու մեջ, հրապարակները, վկայեց իր բանտապահներուն, ծովու ճանապարհակիցներուն։ Ան վկայեց ինչ ալլար պարագան կամ կացությունը։ Երկրորդը հետապնդել տևապես ընդարձակվող եւ խորացող Հիսուս Քրիստոսի գիտությունը։ Ճանչնալու զանիկա եւ անոր հարությանը զորությունը ու անոր չարչարանքներուն հաղորդը լալը, անոր մահվան կերպարանքը առնելով, որ ըլլա թե մեռնել են հարությանը հասնիմ։ Փիլիպեցիների 3:10-11 Պողոս գիտեր, թե երբեք պիտի չկարենար թափանցել Դամասկոսի ճամփուն վրա իր խոլ գնացքին մեջ զինք կեցող ու փոխող հոյակապ անձին խորքը, բայց շարունակեց աճիլ իր փրկչին հետ ունեցած անձնական հարաբերության եւ մտերմության մեջ։ Որքան ավելի սորվեցավ, այնքան ավելի ուզեց սորվիլ։ Ան գիտեր, որ այդ սորվիլը առաջադիմություն էր, քայլ առ քայլ քայլելը։ Այդ կերպով Քրիստոս տակար առ տակավ իր հետևորդներուն կհայտներ իր փառքը։ Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջը փառքը որպես թե հայլիի մեջ տեսնելով նույն պատկերին կնորոգվինք փառածի փառս, որպես թե Տիրոջը հոգի են։ Երկրորդ Կորինթացիների 3:18 Պողոսի երկու կետ նպատակները կարելի է ամփոփել այսպես. գիտենալ Քրիստոսը եւ գիտցնել, ճանչեցնել Քրիստոսը։ Չորրորդ հավատք։ Մարդ ինչպես հավատքը կրնա սորվեցնել ուրիշիմը։ Պողոս կապրեր հավատքով։ Ան կկատարեր հավատքի գործեր։ Բանտին մեջ ան կոչ հրավ ուրիշներու քաջասիրտ ըլլալ եւ հավատքը պահել։ Փոթորիկի բռնված նավումը վրա ան խոսեցավ հավատքի եւ քաջալերության խոսքեր։ Խուժանե հալածվելու պահերուն ան ցուցաբերեց հավատք խոսքով եւ գործով։ Հավատքի երկու գլխավոր թշնամիներն են՝ վախ եւ կասկած։ Եթե ներկայիս կյանքի փոթորիկներեն մեկուն մեջն ես, կրնաս օգնել ուրիշներու, որոնք փոթորիկի մեջ են կանցնեն, Աստծոյ վրա ունեցած վստահությունդ հայտարարելով։ Մեկը, որ պետք ունի քու քաջալերությանդ, միշտ կդիտե քեզ։ Միշտ հիշե, որ Պողոս եւ Շիղա ծեծվել է ետքը բանտ դրվեցան։ Ինչ եղավ անոնց հակազդեցությունը։ Անոնց քաղաքացիական իրավունքները բռնաբարված էին։ Միթե անոնք գանգատեցան կամ բողոքի եւ անեծքի երգեր երգեցին։ Ոչ։ Անոնք փառաբանության երգեր երգեցին Աստծոյը, հավատքի արարքմը։ Մինչ անոնք կերգեին, մյուս բանտարկյալները անոնց մտիկ կնեին։ Գործք Առաքելոց 16:25 Մենք ինչ տեսակ տպավորություն կձգենք մեզ դիտողներու վրա, մինչ կանցնենք փորձության եւ փոթորիկին մեջ են։ Արդյոք գոհաբանական երգ կա մեր շրթունքներուն վրա։ 5. Համբերություն։ Համբերությունն է, երբ կչարչարկեն քեզ ու սուտ տեղը ամեն կերպ գեշխոսքեր կխոսին, եւ դուն պաղարյունությունդ կպահես։ Անգամ Կոստանդնուպոլիս հասա եւ գացի այն պանդոկը, ուր սենյակ ապահոված էի հեռագրով։ Քարտուղարը ասավ, թե օրմը առաջ հասած ըլլալու էի ըստ իրենց արձանագրության, քանի որ ուշացած էի, կկորսնցնեի առաջին գիշերվան հաշվուն ըրած վճարումս։ Պայուսակեց ղրկած հեռագիրս պատճենը հանելով, ցույց տվի, թե ուշացած չէի, ուրեմն իրենց արձանագրությունը սխալ էր եւ թվականներու շփոթություն մը եղած էր։
Քարտուղարը մերժեց ընդունել, թե սխալը եղած էր։ Վերջապես Պանդոկի տնօրենը եկավ, եւ ես հստակ կերպով բացատրեցի անոր ամեն բան։ Աստված ինձի շնորհք տվավ, եղբայրությունս պահելով, հանդարտությամբ եւ մեղմությամբ խոսեցա։ Ժպիտով առարկեցի, օգուտ չրավ։ Անոնք պնդեցին, թե իրենք շիտակ էին։ Աստծոյը հանձնեցի դատս եւ հրաժարվեցա իրավունքես։ 4 օր ետքը մեկնելու ատենը, երբ հաշվապահին գացի հաշիվս փակելու, հաշվապահը տետրակը քննելով ըսավ, թե ես արդեն 1 գիշերվան համար վճարած էի, մնացյալը վճարեցի եւ գոհություն տվի Աստծոյ, համբերությունս վարձատրված էր։ 6. Սեր։ Սերը հավատացյալ քրիստոնյան բնորոշող մեծագույն հատկանիշն է։ Երբ մեր Տերը տակավին երկրի վրա էր, իր աշակերտներուն տվավ նշանը, որ պիտի զանազաներ զիրենք որպես իր ժողովուրդը։ Ան ըսավ. նոր պատվիրան մը կուտամ ձեզի, որ մեկզմեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք ալ զիրար սիրեք։ Ասով ամենը պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Հովանու 13:34-35։ Պողոս ամեն օր կհագներ սիրո համազգեստը, բացահայտորեն կկրեր այդ նշանը։ Աստծո եւ մարդոց հանդեպ ունեցած անոր սերը բացորոշ էր։ Սիրելը տալ է, եւ Պողոս առաքյալ տվավ ինքզինք անձնվիրաբար Աստծոյ եւ մարդոց։ Անոր խրատը եկեղեցիներուն որոշ էր։ Արդ Աստծոյ նմանող եղեք սիրելի զավակներու պես եւ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոսն ալ մեզ սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ պատարագ ու զոհ ըլլալով Աստծոյ։ Եփեսացիների 5:1-2։ 7. Երկայնամտություն եւ տոկունություն։ Ասիկա Քրիստոսավայել հատկություն մնե, որ տեղի չտար կյանքի պարագաներուն եւ ռազմադաշտը չի լքեր, երբ պատերազմը կդառնա կատաղի։ Պողոս կաղոթե, որ Կողոսիայի հավատացյալները այս հատկությունը ունենան։ Կողոսացիների 1:10-11։ Այս համբերող տոկունության հատկության միջոցով Աստված կկատարելագործե քրիստոնեական նկարագիր մեր կյանքերուն մեջ։ Հակոբոս 1:2-4։ 8. Հալածանքներ։ Թեև ավետարանի թշնամիները շարունակաբար հակառակեցան Պողոսին, ան շարունակեց հարձակողականը։ Նահանջելը անծանոթ բառ էր Պողոսի բառարանին մեջ։ 9. Չարչարանքներ։ Քրիստոնյաներ հրավիրված են շարունակելու առաջ խաղացքը ի հեճուկս չարչարանքներու եւ անձնական հարցերու։ Պողոս գրեց Կորինթոսի մեջ գտնվող եկեղեցիին իր դիմագրաված չարչարանքներուն, ինչպես նաեւ զանոնք հաղթահարելու ձևերուն մասին։ 2 Կորինթացիների 11:24-28։ Ճիշտ է, Պողոս կտառապեր իր մարմնին մեջ եղող խայթոցիմը պատճառով, բայց անոր պատճառով չշեղվեցավ, երբ աղոթեց, որ Աստված հեռացնե այդ բանը իրմե։ Աստված իրեն տվավ քաջալերության խոսքմը։ 2 Կորինթացիների 12:9-10։ Փորձառությունեն մեկնելով Պողոս սորվեցուց, թե ինչպես Աստված պետք եղած զորությունը տված էր հաղթելու ամեն դժվար պարագաները։ Ան կհաղորդեր իր մարզելու ծրագրին բովանդակությունը, թե կյանքով եւ թե խոսքով։ Վերոհիշյալ հատկությունները իր տված դաստիարակության հիմը կկազմեին, որ Պողոս տվավ Պրիսկիղայի եւ Ակյուղասի նման աճող հավատացյալներուն։
Կորինթոս քաղաքը, ուր ապրեցան Պողոս, Ակյուղաս և Պրիսկիղա, մարզելու յուրահատուկ դաշտ մներ։ Պատմաբաններ շատ բաներ խոսած են Կորինթոսի և անոր բնակիչներուն մասին։ Կորինթոսը հին աշխարհի մեջ հոմանիշ էր մեղքի և ամբարշտության։ Կորինթոսի լավագույն նկարագրությունը ըրած է Պողոս առաջի Կորինթացիների 6:9-11-ում։ Ինչ ցանկ։ Պողոս Կորինթացիներուն իրենց ենթահողը հիշեցնելով տված է մեզի հստակ մեկ պատկերը Կորինթոսի կյանքեն։ Երբ սկսիս խորիլ, թե արդյոք Աստված կրնա հասնիլ մարդոց քո շրջանիդ մեջ, սիրտ առ։ Դարձյալ կարդա Պողոսի տված ցանկը և հիշե այն կերպարանափոխությունը, որ տեղի ունեցավ կորինթացիներու կյանքին մեջ։ Որոնք էին դժվարություն պատճառող մարդիկ՝ կրոնասեր հրեաները, թե մեղքի մեջ ապրող հեթանոսները։ Ղուկաս, որ Կորինթոսի մեջ ունեցած Պողոսի ծառայության արձանագրությունը ըրած է, տված է այդ հարցումին պատասխանը Գործք Առաքելոց 18:4-6։ Կորինթոսի մեջ հրեաները ավելի նեղություն տվին Պողոսին, քան հեթանոսները։ Երբ Պողոս հեթանոսներուն դարձավ անոնց մեջ ծառայելու, ան հայտարարեց հրեաներուն, թե ինքը անպարտ էր այն կործանումեն, որ իրենք կբերեին իրենց իսկ գլխուն։ Ան ըրած էր իր լավագույնը, և անոնք ըրած էին իրենց ընտրությունը։ Այսօր մեզի հաճախ կսվի, թե մարդ պատասխանատու չէ իր ընկերին համար, թե մարդ պատասխանատու է միայն իր անձին համար։ Սակայն մենք պատասխանատու ենք մեր առած որոշումներուն և անոնց հետևանքներու համար։ Ատոր համար Պողոս զգուշացուց Կորինթոսի հրեաներին. «Ձեր արյունը ձեր գլուխը, ես անպարտ եմ»։ Գործք Առաքելոց 18:6։ Ան ըսավ անոնց, թե ավետարանը մերժելուն հետևանքներնու համար կրնային միայն իրենք զիրենք այպանել։ Երբ Պողոս հանդիպեցավ այս ընդդիմության, ան իր քաջալերությունը ստացավ Տեր Հիսուսէ։ Գործք Առաքելոց 18:9-10։ Աստված Պողոսին 5 բաներ ըսավ։ Առաջինը՝ մի վախենար։ Վախը հավատքին հակադրված զգացում մըն է։ Երբեմն կհանդիպինք պարագաներու, որոնք վախ կառաջացնեն մեր սրտերուն մեջ։ Արևելյան Եվրոպայի մեկ երկիրը ձգելու ատեն հասա օդակայանի անցագիրներ քննող գրասենյակին։ Պաշտոնյան անցագիրս քննելէ ետքը ինձի ըսավ. «Կեցությանդ արտոնության ժամանակը անցած է։ Ահա հոն էի, մեկումի սրահին միայն կանգուն մը հեռու, սակայն անկարող մեկնելու։ Զինվորական պաշտոնյամը հրացանը ձեռքին, զիս առաջնորդեց դեպի երկաթե վանդակը։ Խիստ վախեցա։ Վախեցա, որ զիս բանտ կնետեն, քանի որ որջրագործ մընեի ըստ պաշտոնյաներուն։ Սիրտս սկսավ ուժգնորեն բաբախել և ստամոքսիս մեջ կարծես հանգույցներ սկսան կապվել, բայց չուզեցի, որ վախցած ըլլալս տեսնեն։ Ուստի ժպիտով մը ըսի. այս հարցը լուծելու համար ինչ որ հարկ է, կատարենք։ Պաշտոնյան խոսեցավ իր մեծավորին, ատեն մը անոնք խոսակցեցան իրարու հետ։ Հետո զիս տարին ուրիշ գրասեղանի մը ետին նստած այլ պաշտոնյայի մը, որ արտոնությունս երկարաձգեց 2 օրով։ Աստված անգամ մը ևս հաստատեց, թե ինքը կացություններու տերն է։ Եթե հավատքը զորավոր մնացած ըլլար, կրնայի ինքս ինքնիս խնայել մտահոգ վայրկյանները։ Երկրորդ՝ շարունակե խոսել։ Ասիկա անել դժվար է լարված կացության մեջ, կամ երբ զորավոր հակառակություն կը դիմագրավենք։
Երբ ավետարանիչի գործ գործելու մեջ քաջալերվելու պետք ունենանք եւ խնդրենք, որ մեզի համար աղոթեն, լավ կացության մեջ ենք։ Պողոսն ալ նույն բանը խնդրեց։ Կողոսացիների 4:3-4։ Երորդ. Ես քեզի հետ եմ։ Շեշտը խոստու մնողին, երկնքի թագավորին, ամեն բանի Տեր եղողին Հիսուս Քրիստոսի վրա է։ Ան որ ասավ. ես քեզի հետ եմ։ Դյուրին է տեսողությունը հեռացնել իր այս խոստումը։ Հարցերը մեծ կերևնան, դժվարություններ եւ հակառակություններ լեռան պես կդիզվին մեր առջև եւ մենք կհաբեկվենք։ Այսպիսի ատենները պետք ունենանք վստահության, անոր ներկայության խոստումը հիշելով։ Երբ ավելի երիտասարդ էի, գոց սորվեցա կարգմը համարներ, օրինակ, Հովանու 16:13, Գործք առաքելոց 2:25 եւ Եբրայեցիների 13:5, որոնք կխոսին Տիրոջ ներկայության եւ առաջնորդության մասին։ Անկե ի վեր հաճախ Տերը խոսած է ինձի այդ համարներուն միջոցով։ Կքաջալերեմ քեզ, որ դուն ալ գոց սորվիս այս համարները, որոնք կխոստանան Տիրոջ քաջալերությունը եւ առաջնորդությունը։ Չորրորդ. մեկը քեզի դեմ պիտի չելնե քեզի վնասը հասցնելու համար։ Աստված Պողոսը Կորինթոս դրած էր նպատակովը եւ աներ, որ պիտի հետևիր իր նպատակին իրագործումին։ Ժամանակավոր նահանջներ պատերազմի ծրագրին մեկ մասն են։ Կրնանք սիրտ առնել այն գիտակցությունեն, թե Քրիստոս արդեն հաղթանակը տարած է այս մեր գտնված հոգևոր պատերազմին մեջ։ Տերը խոսեցավ Պողոսին, թե Կորինթոսի մեջ հաղթական դուրս պիտի գար։ Որքան ատեն, որ Պողոս հավատարիմ էր Քրիստոսի առաքելության, ապահով էր։ 5. Այս քաղաքին մեջ ես շատ ժողովուրդ ունիմ։ Նկատի առ այս նախադասության բային ներկա ժամանակը։ Ան չսավ, թե օրը շատ ժողովուրդ պիտի ունենար, այլ հիմա արդեն ուներ զանոնք։ Վստահ եմ, որ երբ Պողոս Կորինթոսի մեջ իր շուրջը դիտեց, տեսավ անառակության, ընչաքաղցության եւ ցանկության մեջ դեպի կործանում սլացող ժողովուրդը եւ զարմացավ, թե ուր էին Քրիստոսի հետևորդները։ Թեև Պողոս չէր տեսներ զանոնք, բայց անոնք հոն էին։ Մեր ապրած վայրերուն մեջ Պողոսի նման մենք ալ կրնանք միակ եւ հուսալքված զգալ։ Երբ այդպես կզգանք, կրնանք սիրտ առնել Տիրոջ ըսածներեն։ Կորինթոսի մեջ տարիմը ու կես անցնել է ետքը, Պողոս Եփեսոս տարավ Ակյուղասն ու Պրիսկիղան, հոն թողուց զանոնք եւ ինքը վերադարձավ Անտիոք։ Ատեն մը հոն կենալ է ետքը, Պողոս դարձյալ ճամփա ելավ հավատացյալները հաստատելու։ Այս անգամ կհանդիպինք Ապողոսի, ջերմեռանդ եւ բեմբասած մարդը, որ ուներ սուրբ գրային լավ գիտություն։ Զորավոր էր սուրբ գրքերով ու կսորվեսներ ճշտությամբ Տիրոջը վրայով։ Գործք առաքելոց 18:24-25։ Շատ քիչ անգամ կհանդիպինք Ապողոսի կարողությամբ մարդումը, որ նաև հոժար ըլլա սորվելու։ Ան գիտեր միայն Հովանեսի մկրտությունը, ուստի Պրիսկիղա եւ Ակյուղաս զանիկա իրենց քով առին եւ ավելի ճշտիվ Աստծոյ ճամփան անոր հասկացուցին։ Գործք առաքելոց 18:26։ Ապողոս կանցկար սորվելու։ Իրեն պետք եղած ատիկա էր Տիրոջ ավետարանի սպասավորության պատրաստվելու։ Երբ ան Աքայիա գնաց, հոն հասնելով, շատ օգտակար եղավ շնորհքով հավատացյալներուն, քանզի հրապարակավ սաստիկ կհանդիմաներ հրեաները, սուրբ գրքերեն ցուցնելով, թե Հիսուս Քրիստոսն է։ Գործք առաքելոց
27-28 Ամփոփում Պողոս շարունակեց իր կյանքով ներդրում մնել հավատարիմ մարդկանց մեջ, որոնք կրնային սորվեցնել ուրիշներուն ալ։ Առաջին. Պողոս բնակեցավ և գործեց Պրիսկիղայի և Ակյուղասի հետ։ Երկրորդ. Պրիսկիղա և Ակյուղաս սորվեցուցին Ապողոսին։ Երրորդ. Ապողոս Հունաստանի մեջ եկեղեցին հաստատեց։